Որ չպղծեն իրենց որդիների շիրիմները, լույսը բացվելուն պես եռաբլուր են գնացել զոհված ինձարայողների ծնողները։ Պարզապես, որ ինքը մոտիկ չգա իմ տղայի շիրիմին, ես չեմ ուզում, որ ինքը հարամի իմ տղայի շիրիմը։ Եռաբլուրը իրենց տունը դարձրած ծնողների համար ամեն օր է հիշատակի, հարգանքի օր։ Ինչու է Նիկոլ Փաշինյանը հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր նշանակել հունվարի 27-ը։ Սեպտեմբերի 27 գոհություն մեր համար։ Ինչ սեպտեմբերի 27-ը ոչ մի բան չի ընդունվում պետական մակարդակով։ Ինչի թողում ադրբեջանցին։ Այն դեպքում, երբ Ադրբեջանի նախագահը հպարտությամբ սեպտեմբերի 27-ը նշանակել է հիշատակի օր, նոյեմբերի 8-ը հաղթանակի։ Ամսի 27-ը պիտի հիշեն, այդ օրը պիտի հիշեն, միշտ, բոլորը պիտի հիշեն, բոլորը, իրենց ես ասում եմ միշտ պիտի հիշեն, իրանք արժանի են, իրանք իրանց կյանքն են տվել, շատ դաժան է, շատ, չեմ կարում առանց իրա։ Բանակի օրը Հայաստանի ղեկավարը եռաբլուր կգնա, հարցնում են ծնողները։ Չեն հասկանում, ինչպես են Հայաստանի իշխանավորները նայում 90-ականների հերոսների աչքերին։ Նրանց հայրենիքը մաս-մաս անձնել են Ադրբեջանին։ Էսի բերել են բանակի օրվա կապակցությամբ մցրել են կոպիտ ասած բանակի օրվա քթի տակ որպես ինչ։ Սքո օր, հետո բանակի օր, այսինքն այսօր իրանք կհիշատակեն որպես սքո օր, բանակի օրը չեն հիշատակի, հա, որ դա մեր պարծանքներ, հա, բանակը ուրացան։ Ես հաստատ համոզված եմ, որ վաղը իրանցից ոչ մեկ չի գա այստեղ, ամսի 28-ին ոչ մեկ չի գա այստեղ եռաբլուր, որտեղ իրանց համար չկա բանակ։ Հայոց բանակի կազմավորման օրը նվաստացնելու, արժե զրկելու համար է նախորդ օրը հիշատակի օր նշանակել իշխանությունը, մտածում են եռաբլուրում, որպեսզի զոհերի համար սգացող ժողովուրդը այլևս տոնի սիրտ չունենա, հաղթանակի հույսեր չփայփայի։ Գայանե Մովսիսյան, Զարա Սահակյան, Նորայր Շարբաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։